Ընկերներ, այսօր մենք ուզում ենք չափազանց անկեղծ լինել ձեզ հետ։ Դիտեք անցած շաբաթվա կլիմայական իրադարձությունների այս ամփոփումը եւ պարզեք, թե ինչու ենք մենք իրականում պատրաստում այս հաղորդումները։ ԱՄՆ Մայիսի 30-ին EF2 կարգի տորնադոն հանկարծակի հարվածեց Կենտուկի նահանգի Վաշինգտոն շրջանին։ Օրվա ընթացքում սաստիկ ամպրոպներ, առավել ևս տորնադոներ չեն կանխատեսվել, իսկ նախազգուշացումները տրվել են փոթորկի սկսվելուց րոպեներ առաջ։ Տորնադոն շրջել է մեքենաները եւ արմատախիլ արել ծառերը։ Բազմաթիվ տներ լրջորեն վնասվել են, երկուսն ամբողջությամբ ավերվել են։ Տորնադոյի հետևանքով զոհվել է 1 մարդ, եւ 7-ը վիրավորվել են։ Մայիսի 28-ի երեկոյան հզոր գերբջային ամպրոպ է հարվածել Տեխաս նահանգի մայրաքաղաք Օստինին, պատճառելով համատարած ավերածություններ։ Ընդամենը կես ժամում քաղաքում տեղացել է մինչև 80 մմ անձրև, ծանրաբեռնելով ջրահեռացման համակարգը եւ առաջացնելով հեղեղումներ։ Ջրհեղեղը տարել է 1 մարդու, ով, ցավոք, մահացել է։ Փորձագետների կարծիքով փոթորիկը միկրոպորտկում է բերել, որը ավերածությունների հսկա հետք է թողել Օստինի կենտրոնում 16 կմ երկարությամբ եւ մոտ 3 կմ լայնությամբ։ Քամին, որը տեղ-տեղ հասնում է ժամում 130 կմ/ժ, տապալեց ծառերը եւ պոկեց քաղաքի ամենահին թաղամասերից մեկի՝ Հայդ պարկի տների տանիքները։ Ավելի քան 72,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Օստին Բերկստրոմ միջազգային օդանավակայանում քամու պորտկումները կոտրել են ապակիները եւ բառացիորեն սեղմել մուտքի դռները։ Հունիսի 1-ին հյուսիսային Տեխասի Դալլաս-Ֆորթ Ուորթ բնակեցված տարածքը ենթարկվեց հզոր փոթորիկի հարվածին, ուժեղ քամիներով, հորդառատ անձրևով եւ մինչեւ 7 սանտիմետր տրամագծով կարկուտով։ Հատկապես տուժել է Էվերման քաղաքը, որտեղ սառցե բլոկները կոտրել են մեքենաների ապակիները եւ վնասել տների տանիքները։ Բեմբրուկ լճի ափին գտնվող այգում կայծակը հարվածել է հովանոցին, հարվածելով 14 մարդու, ովքեր պատսպարվել են դրա տակ անձրևից։ Երկուսը կորցրել են գիտակցությունը եւ հոսպիտալացվել, մնացածներին տեղում օգնություն է ցուցաբերվել։ Կանադա Կանադան ապրում է վերջին տարիներին անտառային հրդեհների վատթարագույն սեզոններից մեկը։ Միանգամից 3 նահանգներ բախվել են լայնածավալ տարհանման հետ։ Ավելի քան 26,000 մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Մանիտոբայում այրված տարածքը գրեթե 3 անգամ գերազանցել է 5 տարվա միջինը։ Հյուրանոցները, որտեղ տեղավորված են տարանվածները, գերբնակեցված են, մարդիկ քնում են փչովի ներքնակների եւ ճամբարային մահճակալների վրա։ Մի քանի հեռավոր բնիկ համայնքներ պաշարված են հրդեհի պատճառով եւ չունեն համապատասխան սարքավորումներ։ Նրանք կրակի դեմ պայքարում են ճկուն խողովակներով եւ ընդամենը 2 հրշեջ մեքենաներով։ Սասկաչևանում հրդեհը ոչնչացրել է մոտ 400 շինություն, իսկ հրշեջները ստիպված են եղել նահանջել հրդեհի ծայրահեղ պահվածքի պատճառով։ Լա Ռոնժ քաղաքում կրակը հասել է օդանավակայան, վնասելով ինքնաթիռ տանկերի բազան, որոնք օգտագործվում էին օդից կրակը մարելու համար։ Ալբերտայում մոլեգնում են 56 հրդեհներ, որոնցից գրեթե կեսը անվերահսկելի է։ Տարածքների անմատչելիության եւ աղետի մասշտաբի պատճառով կրակը մարելու համար օգնության են կանչվել ամերիկյան հրշեջներն ու ավիացիան։ Հրդեհներից առաջացած ծուխը լրջորեն վատթարացրել է օդի որակը ոչ միայն Կանադայում, այլև ԱՄՆ-ի մի քանի նահանգներում։ Հյուսիսային Դակոտայում, Մինեսոտայում եւ Մոնտանայում օդը համարվում է անառողջ, ծխի մեծ քուղը հատել է Ատլանտյան օվկիանոսը եւ հունիսի 1-ին հասել Եվրոպա։ Շվեյցարիա Մայիսի 28-ին Շվեյցարիայի Վալե կանտոնում տեղի է ունեցել Բրուջ սառցադաշտի զանգվածային փլուզում։ Մոտ 3 միլիոն խորանարդ մետր քար եւ սառույց թափվել է Լյոչենտալ հովիտ, Բլատեն գյուղը գրեթե ամբողջությամբ ավերվել է, իսկ փրկված տները լցրել են Լոնզա գետի ջրերը, որի հունը փակել է հսկա ժայռի բեկորը։ Տեղի շատ բնակիչներ կորցրել են ամեն ինչ, իրենց տները, գյուղտեխնիկան, բիզնեսը։ Նրանց մնացել էր միայն այն, ինչ կարողացել էին տարանման ժամանակ տանել իրենց հետ, ինչին պատրաստվելու համար մարդկանց տրվել էր ոչ ավելի քան 90 րոպե։ Ազդանշան է հանդիսացել ժայռային զանգվածի անսովոր արագ տեղաշարժը։
Վտանգի գոտուց դուրս են բերվել նաև ընտանի կենդանիներ, հարյուրավոր կովեր, ոչխարներ եւ նապաստակներ։ Ողբերգությունից խուսափել չհաջողվեց։ Գյուղի ծայրամասում գտնվող տնմեղ ֆերմայի տարածքը, ըստ մասնագետների, համարվում էր անվտանգ եւ գտնվում էր տարանման գոտուց դուրս, բայց այնուամենայնիվ հայտնվել էր ժայռի փլուզման տակ։ Արդյունքում ֆերմայի սեփականատիրոջ գտնվելու վայրն անհայտ է։ Ենթադրաբար, սառցադաշտի փլուզման ժամանակ նա իր կենդանիների հետ գտնվում էր գոմում։ Անկայուն հողի եւ սառույցի բարձր պարունակության պատճառով աղետի գոտի մուտքը ներկայումս փակ է տեխնիկայի, զբոսաշրջիկների եւ տեղի բնակիչների համար։ Գերմանիա։ Մայիսի 31-ին գերմանական հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում ուժգին ամպրոպ է տեղացել, հորդառատ անձրևով եւ կարկուտով։ Հատկապես տուժել է Հյուգելհովեն քաղաքը, որտեղ հանկարծակի փոթորիկը ընդհատեց կառնավալային փառատոնը։ Երկինքն արագ մտնեց, ուժեղ քամի բարձրացավ եւ բառացիորեն հաշված րոպեների ընթացքում փառատոնի վայրը ողողվեց անձրևով։ Մինչև 3 սանտիմետրանոց կարկուտից տուժել է 11 մարդ, որոնք հիմնականում վնասվածքներ են ստացել։ Փառատոնի որոշ մասնակիցներ կազմակերպիչներին մեղադրեցին մոտեցող փոթորկին արձագանքմանը հապաղելու մեջ, սակայն նրանք մերժեցին քննադատությունը։ Մեկը բացատրեց, որ արդյունաբերության մեջ ավելի քան 2 տասնամյակների ընթացքում ինքը երբեք նման կատաղի եւ կործանարար փոթորիկ չի ապրել։ Չնայած գերմանական օդերևութաբանական ծառայության հետ կապը պահպանվել է բոլոր ժամանակներում, կարկուտի նախազգուշացումը միայն վերջին պահին է եղել, ռադարները դա նախապես չեն հայտնաբերել։ Տեղատարապ անձրևները հեղեղել են ճանապարհները, մի շարք շրջաններում սելավներ են առաջացել փողոցներում։ Keine Seltenheit. Որոշ վայրերում անձրևի ավելի քան 60%-ը տեղացել է ընդամենը մի քանի ժամում, 60 լիտր տեղումներ 1 քառակուսի մետրի վրա։ Այս օրը երկրում ավելի քան 70,000 կայծակի հարված է գրանցվել։ Հարվածներից մեկը Հյուգելհովեն քաղաքի մոտ խփել է գնացքի վերին լարին։ Գնացքը կանգ է առել հենց կամրջի վրա, եւ մոտ 160 ուղևոր ստիպված են եղել քայլել գծերով մինչև մոտակա կայարանը։ Նրանք, ովքեր չէին կարողանում քայլել, տեղափոխվել են գլանափաթեթներով։ Իսկ Էսսեն քաղաքում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել բնակելի շենքում։ Մարդկանց հաջողվել է լքել շենքը, սակայն այն դարձել է բնակության համար ոչ պիտանի, այրված տանիքի պատճառով։ Ախեն քաղաքում աղետի պատճառով չեղարկվել է հեծանվավազքը, որը պետք է դառնար Ավստրալիայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլը։ Նիգերիա։ Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը Նիգերիա Մոկվա քաղաքի վրա տեղացած հորդառատ անձրևների հետևանքով լայնածավալ ջրհեղեղ է տեղի ունեցել։ Այն դարձել է ամենակործանարարներից մեկը վերջին 60 տարիների ընթացքում։ Զոհերի թիվը գերազանցել է 200-ը, և մոտ 1000 տեղի բնակիչներ համարվում են անհետ կորած։ Աղետը հսկայական վնաս է հասցրել քաղաքի ենթակառուցվածքներին։ Ամբողջությամբ ավերվել է 265 բնակելի շենք, ստրատեգիական նշանակություն ունեցող 2 կամուրջներ քշվել են ջրի բուռն հոսքերով։ Ամենաշատ տուժած շրջաններում ջրի տակ են մնացել մոտ 3000 շենքեր։ Ավելի քան 5000 մարդ մնացել է անօթևան և ներկայումս շտապ օգնության կարիք ունի։ Ողբերգության ականատեսները պատմում են, որ ջուրը հեռվից է եկել, հանկարծակի ու սրընթաց, անակնկալի բերելով քնած բնակիչներին։ Ավելի քան 2 մետր բարձրությամբ հզոր հոսքը սկսեց քշել ամեն ինչ իր ճանապարհին։ Բազմաթիվ զոհերը, ըստ փրկարարների, բուռն հոսանքով քշվել են Նիգեր գետը։ Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը միջադեպն արդեն որակել է որպես աննախադեպ ջրհեղեղ, բայց այս իրավիճակում ամենամտահոգիչն այն է, որ սա նույնիսկ սեզոնի գագաթնակետը չէ։ Եգիպտոս։ Մայիսի 31-ին հզոր փոթորիկը հարվածեց հյուսիսային Եգիպտոսի գլխավոր նավահանգստային քաղաք Ալեքսանդրիային։ Ժամում մինչև 60 կիլոմետր ուժգնությամբ քամիները, ամպրոպներն ու ինտենսիվ կարկուտը իսկական քաոս են առաջացրել քաղաքի փողոցներում։ Փոթորիկը տապալել է փողոցների լապտերները, ծառերը, գովազդային վահանակները և խուճապ առաջացրել բնակիչների շրջանում։
Ուժեղ քամիների եւ կարկուտների հետևանքով սրճարանի այցելուները ստիպված են եղել փախչել, փողոցները վերածվել են մոլեգնող գետերի, ստիպելով փակվել բիզնեսներին, իսկ բնակիչներին ապաստան փնտրել։ Քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Ափամերձ ճանապարհներն ու ստորգետնյա անցումները ժամանակավորապես փակվել են, իսկ խոշոր խաչմերուկներում խցանումներ են առաջացել։ Էլ Ռամլ թաղամասում փլուզվել է բնակելի շենք, եւ երկուսը մասամբ վնասվել են Սպորտինգ թաղամասում։ Իշխանությունների տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան։ Այնուամենայնիվ, տեղական լրատվամիջոցները հայտնում են առնվազն 2 զոհի մասին։ Շենքի մի մասը փլուզվել է անմիջապես մեքենայի վրա, որտեղ նրանք գտնվում էին։ Ուսանողների անվտանգությունն ապահովելու համար Ալեքսանդրիայի համալսարանը հետաձգել է քննությունները։ Աղետի պատճառով Ալեքսանդրիայի ծովային նավահանգիստները ժամանակավորապես փակվել են, իսկ ձկնորսական բոլոր աշխատանքները դադարեցվել են։ Քաղաքի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության առավելագույն մակարդակ։ Տարվա այս եղանակին Եգիպտոսի միջերկրական ծովի ափին նման ուժգնության փոթորիկն աննախադեպ է։ Տորնադոներ։ Հայաստանի Արտիկ քաղաքում մայիսի 28-ին տորնադոն պոկել է մի քանի տների տանիքներ եւ արմատախիլ արել ծառերը։ Շիրակի մարզով բացի պտտահողմից խոշոր կարկուտ է անցել, վնասելով այգիներն ու հացահատիկային մշակաբույսերը։ Հարկ է նշել, որ Հայաստանում պտտահողմերը շատ հազվադեպ են առաջանում, իսկ Շիրակի մարզի համար սա գործնականում եզակի երևույթ է, քանի որ այս տարածքում պայմանները չեն նպաստում հորձանուտների առաջացմանը։ Մայիսի 29-ին Կիպրոս կղզին տուժել է վատ եղանակից։ Կղզում հորթառատ անձրև, ամպրոպ եւ կարկուտ է տեղացել։ Իսկ Լառնակայի շրջանի Կալոհորիո գյուղում բնակիչները հազվագյուտ տորնադո են նկատել, որը վնաս է հասցրել անշարժ գույքի որոշակի օբյեկտներին։ Նույն օրը հերթական արտասովոր տորնադոն հարվածել է Թուրքիայի Անտալիա նահանգի Գազիփաշա քաղաքին։ Ծովում առաջացած հորձանուտը ափ է դուրս եկել եւ ընդամենը 5 րոպեում ամբողջությամբ ավերել մոտ 70 ջերմոց, ողել մի քանի տների տանիքները եւ տապալել բազմաթիվ ծառեր ու սյուներ, ժամանակավորապես փակելով ճանապարհները։ Տորնադոից հետո տարածքը տուժել է հորթառատ անձրևի եւ կարկուտի հետևանքով, ինչն էլ ավելի է վատացրել իրավիճակը։ Մայիսի 30-ին Ուկրաինայի Չերնիգով քաղաքի երկնքում հսկա տորնադոն է հայտնվել։ Բարեբախտաբար, նրա պոչը չի դիպել գետնին եւ հետեւաբար որևէ ավերածություն չի պատճառել։ Չափազանց տագնապալի է, որ պտտահողմերը սկսել են հայտնվել երկրի հյուսիսային հատվածում, որտեղ նախկինում պտտահողմերի առաջացման պայմանները գործնականում բացակայում էին։ Ընդհանուր առմամբ, Եվրոպան վերջին տարիներին ապրում է տորնադոների հսկայական աճ, եւ այս աճը երկրաչափական է։ Իսկ 2024 թվականը դարձավ ռեկորդային տարի, տարածաշրջանում այդ երևույթների քանակով դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այսօր մենք ուզում ենք ուղղակիորեն դիմել մեր հեռուստադիտողներին։ Լսում եք, արդյոք թե ինչ ենք մենք փորձում փոխանցել ձեզանից յուրաքանչյուրին, ովքեր դիտում են այս տեսանյութը, հասկանում եք, արդյոք թե ինչու են թողարկումից թողարկուն հնչում այս նույն բառերը, ամենահզոր, ռեկորդային, սա եղել է առաջին անգամ։ Մարդիկ պատրաստ չէին։ Մի երկրում ջրհեղեղն այնքան հանկարծակի սկսվեց, որ մարդիկ, ովքեր սովոր էին անձրևային եղանակներին, չկարողացան փախչել։ Մեկ այլ երկրում, որտեղ տորնադոյի նախազգուշացման համակարգը լավ զարգացած է, դա չէր կանխատեսվել։ Երրորդ շրջանում կարկուտն այնքան ահռելի է եղել, որ մարդկանց մարմինների վրա վերքեր է թողել։ Բոլորն արդեն նկատում են, թե ինչ է կատարվում, թեև գուցե դեռ չեն գիտակցել փոփոխությունների ողջ խորությունը։ Անկախ նրանից, թե մոլորակի որ կետում եք գտնվում, կարևոր է հասկանալ, որ ոչ ոք պաշտպանված չէ կլիմայական սպառնալիքներից, իսկ մեր ասածը ոչ թե վախեցնելու փորձ է, ինչպես երբեմն գրում են մեկնաբանություններում, այլ նախազգուշացնելու փորձ, որպեսզի ոչ ոք անակնկալի չգա։ Շատերը շարունակում են հավատալ անվտանգության պատրանքին, հուսալով, որ աղետն իրենց կողքով կանցնի պարզապես այն պատճառով, որ այն դեռ ուղղակիորեն չի ազդել իրենց վրա, սակայն ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ արդեն դեմ առ դեմ բախվել են դրա հետ։ Նրանց տներն ավերվել են, նրանց սիրելիները մահացել են եւ նրանք ապագա չեն տեսնում։ Այն, որ դուք չեք տեսնում լայնածավալ կատակլիզմները ձեր պատուհանից դուրս, չի նշանակում, որ դրանք տեղի չեն ունենում։ Այս իրավիճակը միայն ցույց է տալիս, որ կլիմայական աղետների ալիքը դեռ չի հասել ձեր տարածաշրջան։ Ավաղ, դա միայն ժամանակի հարց է։
Մենք դեռ հնարավորություն ունենք, եւ շատ կարեւոր է այն բաց չթողնել։ Այդ շանսը Allatra միջազգային գիտական հանրության առաջարկած տեխնոլոգիական լուծումներն են։ Տեխնոլոգիաներից մեկն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, գործնականում ցույց տալով կատակլիզմների ուշքնության եւ հաճախականության նվազեցում։ Եթե հիմա սկսենք գործել, մենք կարող ենք փոխել իրադարձությունների ընթացքը։